Հետև զայրույթս քաղաքական դաշտով իհարկե քաղաքական դաշտում սենց մարկանց հոսք այնպիսի մարկանց ու այնպիսի պիղծ մարկանց հոսք այնքան շատ է, որ ուզում եմ այս էֆիր ուղղակի տեղադրել էջ։ Ես ուզում եմ խոսել ուրեմն մի կուսակցությունից, որ նոր է բացվել եւ իր թիմակից ընտրել են Անի Ներկայանին ռեֆորմիստներ Ռեֆորմիստներ կուսակցությունը նախ ողջունում եմ ձեզ, շնորհավորում եմ, նորանոր հաջողություն եմ ցանկանում ձեզ, չնայած շատ խիստ կասկածում եմ, որովհետև ձեր քաղաքական թիմակիցների մեջ այնպիսի մի աղջկա եք բերել, ներգրավել եւ ուզում եք խորհրդական ընտրություններին անցնել ու էդի, չգիտեմ, ուղղակի անհեթեթություն է մտածել, որ կարա Անի Ներկայարանը ներգրավել ձեր քաղաքական թիմ եւ անցնել այս ընտրությունները։ Իհարկե ես ձեզ հաջողություն եմ մաղթում, բայց զարմանում եմ այն նախագահի վրա, որ կարա մի աղջկա բերի սարքի իր քաղաքական թիմակից, որ պղծել է դիմացինի աղջկան, խորտակել է դիմացի կնոջ կյանքը, ցեղ շպրտել դիմացինի կնոջը, չմոռանալով, որ Անի Ներկայարանը աշխատել է Օրագիր Նյուզում, որտեղ որ մենք դատական process-ի մեջ ենք, իհարկե ես շահել եմ, վերաքննիչ դատարան նույնպես Օրագիր Նյուզի դատախազությունը դիմեց, մենք այնտեղ նույնպես շահել ենք, առանց ինչ-որ տուգանքի, մենք արդարացվել ենք, որովհետև իմ անձի հետ կապված շատ վատ բաներ էին հրապարակել, իսկ Անի Ներկայարանը այդ ժամանակ աշխատում էր այնտեղ։ Եվ մի կնոջ մասին հրապարակելով նման սրբապիղծ թեման, եթե տիկինը այս Ներկայարանը Ինչ էլ ազգանուն ես աղջիրան, տարօրինակ ազգանուն ունես դու, այս կինը կարացել է իր էջում դնել կնոջ լուսանկարը եւ իհարկե էրոտիկ, պորնոգրաֆիա նկարներով, լսում եք, նախագահ, պարոն նախագահ, լսում եք, ես դիմում եմ այս ռեֆորմիստներ կուսակցության նախագահին, դուք լսում եք ինձ, ձեր Անին իր էջում դրել է պորնոգրաֆիա նկարներ եւ էրոտիկ բնույթի վիդեո նկարներ, վիդեո տարբերակ, վիդեո հոլովակ, որտեղ որ աղջկան հասցրել են ինքնասպանության, ընդཐུպ պախարակել դիմացի կնոջ կյանքը։ Լսում եք ինձ։ Ու դուք այսօր վերցրել եք սարքել եք ձեր քաղաքական գործիչ ձեզ։ Ուզում եք որ դուք մտնեք ազգային ժողով։ Ժողովուրդ դուք ցնդել եք։ Ուզում եք որ ժողովուրդը ձեր ասածը լուրջ ընդունի, ուզում եք որ ժողովուրդը ձեզ հավատա։ Ինչի համար, որ մի կնոջը կարացել եք պախարակեք, հա? Դուք ձեզ թիմակից սարքել եք հանցագործի։ Այո, այսօր կենտրոնի բաժնում ինքնասպանության գործ կա, որտեղ որ Անին նույնպես իր մատը խառնա, իր գրություններով մարդուն հասցրել է ինքնասպանության, դեռ մի բան էլ։ Իր սոցիալական էջում ծաղրում էր, որ հա, ես աղջիկը հոգեբուժարանի խնդիր ունի։ Հարգելիներս, եթե դուք ցանկանում եք, որ ձեզ մարդիկ լուրջ ընդունեն, ձեր կանոնադրությունը կարդան, ձեր կողքին լինեն, լսելի լինի ձեր քաղաքական հայացքներն ու ձեր գործունեությունը, ուստի ընտրեք նորմալ թիմակիցներ, որպեսզի նույնիսկ զզվանքով չնայեն ձեզ։ Եվ բացի դա ես որքանով որ գիտեմ, կուսակցության անդամները միշտ պատասխանատու են նաև իրենց քայլերի համար։ Ուստի կարող եմ այստեղ ենթադրել հիմա որ վաղը դատական գործ ունենանք Անի Ներկայարանի հետ կապված այդ էրոտիկ բնույթի լուսանկարները, որ տենց վերցրել էր իր էջում պախարակում էր աղջիկներին, աղջկան, կնոջը, հայ կնոջը։ Ուստի կարամ ենթադրեմ, որ կուսակցության մատն էլ է խառում։ Հարգելիներս, հարգելի կուսակցության նախագահ, մենք վաղը մտնելու ենք դատական process-ի մեջ, տոյ ձեր կուսակցության անունը նույնպես գնալու է։ Իսկ ես սիրով կհրապարակեմ բոլոր լրատվականներում, որ տվյալ կուսակցության թիմակից հանդիսացող տվյալ աղջնակը պղծում է հայ կնոջ կերպարը։ Հայ կնոջն ասում է դու անբարոյական ես։ Անկախ նրանից այդ կինը ով է, նույնիսկ կյանքում մի անգամ տեսած էլ չկա։ Այդ կնոջ մասին հրապարակում է այնպիսի էրոտիկ ու այնպիսի կեղտոտ բառապաշարով հոդված, ինչ այդ կինը ԿՊ-ներին սատարում է։ Ու դուք ուզում եք մարդիկ լուրջ վերաբերվեն ձեզ, հա? Եթե ընտրել եք կուսակցություն, կարայիք ընտրել նորմալ թիմակից։ Ավելի լավ է քիչ լինեք, բայց որակով լինեք։ Թե չէ, աբր ջբրներին բերել լցրել եք, սարքել եք զիբիլյան ու ծոտե։
Հարգելի կուսակցականներ, ներողություն եմ խնդրում իհարկե ձեզանից, ես այնտեղ նույնիսկ ծանոթ ունեմ, շատ հարգում եմ, այնտեղ կա Գրիգը Գրիգորյան, Հարությունյան, ներողություն Գրիգ ջան, ազգանունդ խառնեցի, բայց անին, որ բերեք օրագիր նյուզի աշխատող Վարդան Ղուկասյանի հետ համատեղ գործող անձին, բերեք սարքեք ձեզ կուսակցական, մենք դատական գործ ունենք, ուստի կուսակցությունը նույնպես թող գա դատարան։ Այո, ես միշտ կշեշտեմ, որ այս կուսակցության անդամը, կուսակցականը պախարակել է հայ կնոջ կերպարը։ Ես սիրով դա կանեմ։ Եթե ձեզ ձեռնատու է, ինձ ոչ ձեռնատու է։ Գիտեք, ես ոչ մի կուսակցական չեմ, շտապ եմ տեղեկացնել։ Ես ՔՊ-ական էլ չեմ։ Եթե կասեք ՔՊ-ի մոդել է, ես ՔՊ-ական էլ չեմ։ Ես կարամ սատարեմ տարբեր քաղաքական ուժի։ Ես ունեմ ընկերներ եւ ընդդիմադիր դաշտից, ունեմ ընկերներ եւ ներկայիս իշխանության, կարամ սատարեմ ներկայիս իշխանության կողքին լինեմ, կարամ միգուցե հետո իմ քաղաքական հայացքները փոխվի, ով սխալ լինի, ես կարող եմ sense մտնել ու սուր լեզու կտրուկ խոսք ունեմ եւ սուր լեզու կարող եմ կտրուկ դիպուկ ես մարդկանց ասեմ, որ չէ, սա սխալ է, կապ չունի, դա ՔՊ-ի է, թե չգիտեմ ՀՀԿ-ի է, բայց սարքել մի անձին կուսակցական եւ ուզենալ մտնել ազգային ժողով, որ չի հարգում հայ կնոջ կերպարը, որ պախարակում է հայ կրոնչը, անբարոյական ասելով հայ կնոջը, իր սոցիալական հարթակում ընդཐུպ հասցնել միջև ինքնասպանության հետո նստել խնդար, կարծում եմ, որ դա նաեւ հարիր չի կուսակցականներին եւ ինչու՞ չէ նաեւ կուսակցության նախագահին։ Հարգանքներս ձեզ, բայց եթե դուք ընտրել եք նման մարդու, ուստի ինքներդ եկեք ինձ հետ միասին դատարան։ Պատասխան տվեք ձեր կուսակցականի գրած գրառումները։ Չէ՞ որ ինքը ձեր կուսակցական է, եւ այսօր յուրաքանչյուր կուսակցական, ով ինչ որ մի բան անում, ես շատ անգամ ասել եմ, օրինակ դաշնակների մոտ որ չխայնանում եմ ասում դաշնակներ, եթե ձեր աջակիցները ինչ որ բան անում, ուրեմն ձեր նախագահան պետքա տեղյակ լինի, չէ՞ ինչ են հրապարակում։ Ոտ հիմա դե դուք տեղեկացված եղեք, որ կա այսպիսի գործ, կենտրոնի բաժնում էլ կա, իր անազգանն էլ կա քնիչի մոտ, ու այդ մարդն ուզում է մտնի հլենայեք ազգային ժողով, ուզում է մտնի ընտրություններ, ուզում է ժողովրդին օգնի, ժողովրդին էդի ես էի օգնում, ոչ թե ինքը, ժողովրդի խոսքերը լսում էիր ու մենք նույնիսկ չենք էլ հրապարակում։ Մենք յուրաքանչյուրի խնդիրները շատ կան մարդիկ, որ դա կփաստեն, մենք մինչ օրս էլ բոլորին օգնում ենք։ Մենք երբեք չենք հրապարակում։ Եվ օրագիր նյուզի հետ մենք որ դատական process ունեցանք, իմիջիալուց ասացի, չեմ էլ հիշում, ասել եմ թե չէ հաղթել ենք, ու օրագիր նյուզի նույնիսկ աղջիկները լրագրողները իրենց սոցիալական հարթակում ոչ մի լիչնի բառ չէին գրում։ Մենք լուրջ պատերազմի դաշտի մեջ էինք։ Մենակ ես էի խոսում, շատ վատ բաներ էի ասում, խեղճ երեխեքը չէին էլ գրում, որովհետև դաստոնի էին իրանց բամ, հասկանում էին, որ ինձ նեղացրել են, հասկանում են, որ նույնիսկ դատարանում տնօրենն ասեց, այո, մենք գիտակցում ենք, թե ինչ է հրապարակված, որովհետև ըստ իմ ենթադրելով նույնիսկ տնօրենը տեղյակ չէր, թե իր այդ օրվա խմբագիրը ինչ կարա հրապարակի մի աղջիկա, որ հասցնի այդ կարգի հոգեկան ծանր վիճակին։ Անի Ներկայարան, ես շնորհավորում եմ քեզ, որ մտել ես կուսակցություն, քեզ հարիր է երևի այդ կուսակցական մարդիկ, նախագահ երևի քեզ հարիր է, քեզ համապատասխան է, նմանը նմանակին է գտնում, ես այդպես եմ ենթադրում, եթե ոչ, ուրեմն պիտի անհապաղ վերանայեն այս փաստը, եթե չեն ուզում պախարակվեն դատարանում լրատվականներում, որ կուսակցականը նման բան է արել, պղծել ու պախարակել մի կնոջը, ինքնասպանության հասցրել, ես դա մեծ սիրով կհրապարակեմ։ Նույնիսկ կենտրոնի բաժնում քո անունը, ազգանունը կա, ու քո գրությունները նույնպես տված է։ Եթե կցանկանա քո կուսակցության նախագահ, ես կարող եմ ուղարկել, թե դու ինչեր ես հրապարակել կնոջ մասին։ Ընդཐུպ միջև սուտը։ Սա փաստ ենք։ Զուտ ուղակի, որ դու ԿՊ չէիր սիրում։ Կա առողջ քննադատություն։ Միշտ մարդիկ տարբեր են։
Մենք մեր քաղաքական հայացքներով, կարծիքներով տարբեր ենք։ Կարանք մեկս մեկի սիրենք, այն մյուսը չսիրի նրան, օրինակ ես կարամ ՔՊ սիրեմ, դու չսիրես, դու կարաս օրինակ, չգիտեմ, ՀՀԿ սիրես, ես չսիրեմ, չնայած եւս մեկ անգամ կրկնում եմ, որ բոլոր քաղաքական ուժերում ես ունեմ լավ ընկերներ, շատ լավ ու բոլորի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ։ Բայց քաղաքական հայացքներից ելնելով մարդուն հասցնել այդ իրավիճակին, կներեք ժողովուրդ ջան, բայց դուք համապատասխան եք ձեր ընտրած մարդուն։ Պիղծ, մարկային արժեքներ չգնահատող, մարդու կյանքը խորտակող, կնոջ վրա բիծ թողող, պախարակելով կնոջը, հայ աղջկան, հայի տեսակը, ինչա ձեզ լավ լինի։ Դուք էլ եք տենց լինելու ուրեմն, մտնելու եք ազգային ժողով, ձեր տակի աթոռը ամուր պահելու համար, պախարակելու եք հայ կնոջը, հայ կերպարը, բնաջնջելու եք հայ կոչված հայ հասկացողությունը, հայ կերպարը, բա դուք էլ չեք, ձեր ընտրած մարդ էս չի, բնաջնջել հայի տեսակը աթոռը չկորցնելու համար նույն բանն է, անին բնաջնջում էր մի աղջկա երկրից երեսից, զուտ ինչա ինքը հրապարակեր, որ այս աղջիկը անբարոյական է, այս աղջիկը էս է, այն աղջիկը այն է, զուտ ինչի այդ աղջիկները սատարում էին ՔՊ-ներին։ Նույնը, իշ տարբերություն։ Так что ես կոչ կանեմ, հանրությունը ճանաչի ձեր թիմակիցներին, ձեր ընտրած մարդկանց եւ քիչ-քիչ ես կբացահայտեմ, ով ինչեր է արել։ Ես ներողություն եմ խնդրում ձեզանից։ Լավ եղեք։ Ձեզ լավ ընտրական պայքար եմ մաղթում։ Հատկապես իմ հետ։ Դատարան եկեք միջև ընտրություն։ Սիրով ձեզ կսպասեմ։